ԼՂՀ ընտրական օրենսգրքի 26-րդ եւ 120-րդ հոդվածներին համապատասխան ԼՂՀ ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր 7 կուսակցությունները եւ մեծամասնական ընտրակարգով падգամավորի 46 տեխնացուներից 33-ը ձևավորել են նախընտրական հիմնադրամներ։ Գրանցող բոլոր 7 կուսակցությունները իրենց նախընտրական առողջությունը ֆինանսավորելու, ինչպես նաեւ ընտրական գրավը մուծելու նպատակով Արցախ բանկ ԲԲԸ-ում իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեխնացուների հիմնականում Արցախ բանկ ԲԲԸ-ում եւ նրա մասնաճյուղերում բացել են ժամանակավոր հատուկ հաշվեկամարներ։ Հիմք ընդունելով ներկայացված հայտարարագրերն ու մյուս փաստաթղթերը վերահսկիչ վերստուգիչ ծառայությունն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում կատարված մուտքերի ընդհանուր գումարը կազմել է 11 միլիոն 450 հազար դրամ, ծախսերը 3 միլիոն 319 հազար դրամ։ Մեծամասնական ընտրակարգով падգամավորի 46 տեխնացուների հիմնադրամներում կատարված մուտքերը կազմում են 4 միլիոն 885 հազար դրամ, ելքերը 2 միլիոն 925 հազար դրամ, մնացորդը 1 միլիոն 959 հազար դրամ։ 11 տեխնացուներ դերևս հիմնադրամ չեն ձևավորել։ ԼՂՀ ազգային ժողովի падգամավորի տեխնացուների եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամների ձևավորման, ֆինանսական մուտքերի եւ ելքերի առումով կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Նախընտրական հիմնադրամի հետ կատարվող գործառույթները ծախսերի եւ վճարման առումով որոշ կուսակցություններ առայժմ չեն իրականացնում, չնայած փաստացի ծախսերին։ Հանգամանքը նիստի ընթացքում քննարկված թեմաներից էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դա խախտում չեն համարում, քանի որ падգամավորի տեխնացուներն ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները առաջնորդվում են ուղեցույցով։ Բանկերը 3 օրյա պարբերականությամբ ներկայացնում են համապատասխան տեղեկանքներ հիմնադրամներում կատարված մուտքերի եւ ելքերի մասին։ Համադրումները կատարվել են իրոք այդպես է։ Օրենքի շրջանակներում այդ հնարավորությունը ունեն, բայց կա նաև փաստացի իրողություն, համաձայն եմ, որ շրջանառության մեջ գտնվող, մեր տեսադաշտում գտնվող որոշակի քարոզչական աշխատանքները ակները վկայում են, որ այսպես ասենք իրականում ծախսեր իրականացվում են։ Հաջորդ մեր քննարկման ժամանակ այդ տվյալները ավելի մանրամասն ունենանք։ Նիստում քննարկվել է նաև թիվ 9 ընտրատարածքում գրանցված ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով падգամավորի տեխնացու Տիգրան Ադամյանի նոտարական կարգով ավերացված ինքնաբացարկի մասին դիմումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք ընդունելով այդ դիմումը որոշում է ուժը կորցրած ճանաչել Տիգրան Ադամյանի գրանցումը որպես ազգային ժողովի падգամավորության տեխնացու։ Վերջում իգիտություն է ընդունվել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2015 թվականի ապրիլի 13-ի հաղորդագրությունը, որի համաձայն Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Արփի Դավթյանը։ Գոհար Ռուստամյան, Արտավազդ Գրիգորյան, օր։